Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք աշխատանքը, այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ։ Պարոն Մելքոնյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մելքոնյան, քիչ առաջ հայտնի դարձավ, որ փաստորեն նոր գործողություններ են իրականացվում, հիմա արդեն ըստ լրատվամիջոցների հաղորդումների իրավապահները վաղ առավոտից փաստորեն խուզարկություններ են սկսել Վազգեն Գալստանյանի շարժման աջակիցների տներում եւ հենց Վազգեն Գալստանյանի տանը, ինչ է տեղի ունենում, երեք ըստ էության հայտարարված, այսպես ասած, հեղաշրջման պլանի մասին իշխանական լրատվամիջոցները այսպես պլանը հրապարակեցին, դուք ընդհանրապես ինչ մանրամասներ գիտեք այդ պլանի մասին, որոշ վերլուծաբաններ անգամ պնդում են, որ հեղաշրջման պլանը այն ինչ ներկայացված է շատ պարզունակ է եւ կարող է հենց իշխանությունների կողմից էլ մշակված լինել, ձեր կարծիքով սա հավանական սցենար է թե ոչ։ Նախ առաջի հերթին ինչ վերաբերում աստուգումների հետ որ ասում եք, ստուգումներ են կատարում, խոզարկություններ են կատարել, դրանից ես տեղյակ չեմ։ Իսկ պլանի հետ կապնված, ծրագրի հետ կապնված, դա զարմանալու բան չի, որովհետև 2018 թվականի հեղափոխությունից հետո սկսվել է այդ ծրագրերը, ծրագիր համար առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ու էսել արդեն նաև էլի վերջի ծրագիրը չի լինելու հեղաշրջման փորձի, որովհետև ի սկզբանե բոլոր ժամանակներում ցանկացել են, որ ասենք հեղաշրջում կատարեն, նորից նախկիները վերադառնան իշխանության։ Եվ դա հիմնականում ումն է ձեռնատու, որ այսպես մենք նայում ենք, ումն է ձեռնատու հիմնականում, որ նախկիները հետ կան։ Առաջի հերթին Ռուսաստանին։ Եվ այս ծրագրերը, որ կատարվում են, առանց Ռուսաստանի միջամտության չեն կատարվում։ Եթե մենք վերցնենք օրինակ հենց Ռուսաստանի Դաշնությունը ինքն էլ կարծում եք միջամտում է, թե հենց ինքն է նախաձեռնում է։ Չէ, ինքը նախաձեռնում է այս ամեն ինչը ու կատարողները արդեն Հայաստանից են ու հիմնականում 5-րդ շարասյունն է, որ կատարում է այդ բոլոր հրահանգները, Մոսկվայից ստացվող բոլոր հրահանգներն ու ծրագրերը։ Վերցնենք, ասենք, նոյեմբերի 9-10-ին, երբ որ արձակվեցին ազգային ժողովի վրա, կառավարության վրա, գնացին, ասենք, դաչաները մտան։ Էսի համար առաջի ծրագիրն էր, որ պետք է իրականանար հոկտեմբերի 27 եւ վերջանար ամեն ինչը, հեղաշրջումը կավարտվեր։ Բայց չստացվեց դա, որովհետեւ երբ որ իրենք ազգային ժողովի վրա արձակվեցին եւ ազգային ժողովի նախագահին ծեծեցին ու մտածեցին սպանված է, նոր իրենք թողեցին։ Դրանից հետո իրանք շարունակեցին կառավարության շենք մտան, այնտեղ որպեսի վարչապետին գտնեին, այնտեղ էլ չգտնան, հետո նորից հարձակվեցին դաչաների վրա տան վրա եւ այնտեղ էլ իրենք անհաջողության մատնվեցին։ Առաջի ծրագիրը էս էր, որ կրկնել հոկտեմբերի 27-ը եւ տիրանալ իշխանության։ Չստացվեց։ Հետո դրանից հետո արդեն նորից ծրագրվեցին հերթական, հաջորդական հեղաշրջման փորձերը։ Ու անընդհատ հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, հերթական ծրագրեր են կազմել ու այդպես էլ բացահայտվել է, նույնիսկ ասենք խմբեր վերապատրաստվեցին, նախապատրաստվեցին Ռուսաստանում, եթե հիշում եք, այնտեղ խմբեր նախապատրաստեցին, որ պետք է Հայաստանում նորից հեղաշրջան տեղի ունենար, նորից իրենք Ռուսաստանի բոլոր փորձերը այստեղ հեղաշրջում իրականացնելու ի սկզբանե դատապարտված են ձախողման, պարոն Մելքոնյան։ Իհարկե դատապարտված են ձախողման, որովհետև մեր ժողովուրդը խելացի է, մեր ժողովուրդը տեսնում է եւ այդ այն բանը չի, որ ասենք երկու հոգի պայմանավորվեն
ու մնացածը չիմանան։ Մենք գիտենք, որ ամեն ինչը մեր երկրի թեմն է։ Հեղաշրջում կատարում են ինչի համար, որպեսզի կան մարդիկ, որպեսզի կատարեն Ռուսաստանի բոլոր ցանկությունները ու հրամանները։ Այսինքն Հայաստանը դարձնել Ռուսաստանի ծայրագավառ։ Հիմնական նպատակը դա է։ Հետո տեսեք ինչ է կատարվում։ Երբ որ արդեն գիտեին, որ Փաշինյանը պետք է հանդիպում ունենա Թուրքիայի նախագահի հետ Թուրքիայում, եւ ամեն ինչ արվում էր, որպեսզի այս հանդիպումը չկայանա։ Ամեն ինչ անում էին։ Նույնիսկ այս եկեղեցականերին արդեն հանեցին ասպարեզ իրենք, որ եկեղեցականները, հոգևորականները ապակայունացնեն ներքին իրավիճակը, որպեսզի, ասենք, այնպես դառնա, որ Նիկոլ Փաշինյանը զբաղվի ներքին հարցերով չմեկնի Ստամբուլ։ Դրանից հետո արդեն տեսան, որ ուժերը ոնց որ թե չի բավարարվում դրան, արդեն այստեղ ուղարկեցին հայաստանցի, Ռուսաստանի քաղաքացի օլիգարխ Սամվել Կարապետյանին, որը նորից թեժացավ ամբողջ ներսը սկսեց եռալ։ Էլի թեժացավ Սամվել Կարապետյանի հայտարարությունները եւ այս ամեն ինչը արվեց, որպեսզի հիմնականում վարչապետը չմեկնի Թուրքիա։ Բայց մենք տեսանք, որ վարչապետը մեկնեց Թուրքիա եւ այնտեղ պաշտոնական հանդիպում ունեցավ երկրի նախագահի հետ եւ այն որ մտածում էին չպետք է կատարվի, այդ հանդիպումն էլ հանդիպեց, արդեն մենք հասկացանք, որ շատերը հասկացան, որ արդեն Հայաստանը կարողանում է իր խնդիրները Թուրքիայի հետ լուծել առանց միջնորդի։ Եվ Երևակայի առաջի անգամ էր, որ առանց միջնորդի հանդիպում տեղի ունեցավ, պաշտոնական հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների միջև։ Պարոն Մելքոնյան, տեսեք, որպես պետական ապարատում դուք երկար տարիներ աշխատած անձնավորություն, արդյոք համարում եք, որ այդ պլանը, ինչպես նշում ենք, հեղաշրջման պլանը, կարող էր ավելի լուրջ գործողություններից ուշադրությունը շեղելու նպատակ ունենալ։ Այս պլանը, որ բացահայտվել է։ Վերջին, դուք ասում եք շատ են եղել հեղաշրջման պլաններ, եւ սա էլ իդեպ վերջին պլանը չէ։ Դեռ մենք ականատեսենք լինելու հեղաշրջման նոր պլանների։ Քանի որ Կիրիենկոն է իմի նշանակվել Հայաստանի մասով կուրատոր կամ չգիտեմ ինչ են իրանք համարում, ինքը սա երևի Կիրիենկոյի երկրորդ ծրագիրն է։ Առաջինը եկեղեցականերին հանեց, հիմի արդեն ինքը ծրագիր են նախատեսել քայլ առ քայլ, թե որից հետո ինչ է կատարվելու։ Այսինքն այս բացահայտումից հետո իհարկե պետք է լինեն ձերբակալումներ եւ գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ գնում ենք մենք շրջաններ, ասենք թաղման արարողության ենք մասնակցում, ու ժողովուրդը մեզ ինչ է ասում հիմնականում։ Թողած իրանց երիտասարդի դիակը հարցակվում են մեր վրա, ասում են միջև հիմի ինչի կալանավորված չեն այդ մարդիկ։ Դա ժողովրդի պահանջն է, որ պետք է Ո՞ր չեք կատարել, 7 տարի չեք կատարել, պարոն Մելքոնյան։ Այո, ժողովուրդն ասում է 7 տարի, որտեղ խոստացել էիք, որ ոչ մեկ չի պլստալու, բառացի ոչ մի մուգ եւ ոչ մի ձուկ չի պլստալու։ Ժողովրդի պահանջը միշտ եղել է այդ, որ պետք է այդ մարդիկ կալանավորվեն։ Եթե չեն կալանավորվում, նմանատիպ ծրագրեր են կազմում իրանք։ Հիմա եթե արդեն այս ծրագրերը բացահայտվել է եւ կան ձերբակալություններ, բա ինչի համար եք զարմանում, ասում բա ձերբակալություններ կան, չեք ձերբակալում։ Չէ՞ որ մարդիկ ուզում են հեղաշրջում կատարել եւ այդ հեղաշրջման դեպքում մեր երկիրը չի օգտվելու։ Մեր երկիրը վերջնականապես դառնալու է ծայրագաբար եւ չի ունենա ինքնաիշխանություն եւ անկախ երկիր չի լինելու։ Դառնալու է մի հատ ծայրագաբար ու վերջանում է ամեն ինչ, ամեն պատմությունը Հայաստանի հետ կապնված վերջանալու է։
Պարոն Մելքոնյան, ինչպես է գնահատում եկեղեցու եւ իշխանությունների միջև արկա այս արճակատումը, դիմակայությունը, մինչեւ ուր այն կարող է հասնել։ Մենք տեսնում ենք, որ վարչապետը ամենօրյա ռեժիմով է անդրադառնում, օրը մի քանի անգամ է անդրադառնում այս թեմային, տարբեր բացահայտումներ անելով, տեսնում ենք նաև եկեղեցու տարբեր գործիչների արձագանքը բավականին սուր, վարչապետին էլ ծաղրածու են անվանում, իհարկե վարչապետն էլ է վիրավորական արտահայտություններ նրանց հասցեին հնչեցնում, մինչև ուր է տանելու այսպես ասած խմորը դեռ շատ ջուր է ծեծելու։ Ահա, ուրեմն սկսենք նրանից, թե ով ում դաշտ է մտնում։ Ասում են իշխանությունները հարձակվել են եկեղեցու վրա։ Իշխանությունները չեն հարձակվել եկեղեցու վրա։ Ուրեմն սկսենք այլ հոգևորականին ուզում են կարգի հրավիրեն։ Տեսեք, 21 թվականին պատերազմից հետո եկեղեցին փոխարեն կոչ անի միասնության, եկեղեցին սկսեց իրեն քաղաքական դաշտում տեսնել։ Պահանջում էր հոգևորականը, պահանջում էր հրաժարական։ Երբ որ իշխանությունը մտնում էր եկեղեցի մոմ վառելու, հոգևորականները չէին թողնում։ Նույնիսկ երկրի վարչապետը մտնում է եկեղեցի մոմ վառելու, եկեղեցականը շատ կոշտ ձևով արտահայտվում է վարչապետի նկատմամբ։ Հոգևորականը մտնում է քաղաքական դաշտ։ Իր անդամներից մեկին մտնում է քաղաքական դաշտ եւ ողջունում է եւ օրհնում է, որ ինքը պետք է հաջողության հասնի եւ դառնա վարչապետ եւ այլն եւ այլն։ Հոգևորականը միշտ նշում է Պապ Թագավորին, թե ոնց սպանեցին իրենք Պապ Թագավորին։ Այսինքն նաեւ վախի մթնոլորտ է ստեղծում իշխանությունների համար, որ տեսեք, հա, Պապ Թագավորին ոնց սպանեցինք, հիմա այդ նույն սցենարը կկրկնենք։ Եվ դրա վառ օրինակներից մեկը հոգևորականի պահանջն է զինվորական հեղաշրջման, ռազմական հեղաշրջում պետք է կատարել, հիմի էլ ուշ չի, եւ դա հոգևորականն է ասում։ Եվ հոգևորականից ինչա պահանջվում։ Հոգևորականին ասում են դու մտցնում ես քաղաքական դաշտ։ Այդ մարդը եթե սառեցվել է կամ ինչա տեղի ունեցել այդ մարդուն ցրտահարվել է ինչ է եղել, բայց այդ սքեմը հանեք վրից։ Եթե ինքն քաղաքացիական է արդեն դուք ասում եք ցրտահարված, սառեցված է, ուրեմն հանեք այդ շորը վրից։ Թող ինքը քաղաքացիական հագուստ հագնի եւ առաջնորդի։ Ստեղծեք կուսակցություն, ստեղծեք ինչ եք ուզում, մտեք պայքարի մեջ։ Եվ ոչ թե հեղաշրջման կոչ արեք, այլ մտեք պայքարի մեջ։ 26 թվականը մնացել է մի տարի։ Մտեք պայքարի մեջ եւ 26 թվականին մասնակցեք ընտրություններին։ Եվ եթե կարողանում եք, հաղթեք, հաղթանակ տարեք։ Ոչ ոք իրենց ոչ մի բան չի ասում։ Այս թեմայով իրենք պետք է որ հասկանան։ Իշխանությունը հոգևորականից ինչա պահանջում։ Ասում է կատարեք ձեր կանոնադրական պարտավորությունները։ Եթե դու կանոնադրությամբ իրավունք չունես ամուսնանալու, ինչու ես ամուսնացել։ Եթե ամուսնացել ես, բարի եղի, ուրեմն այդ պաշտոնը թող։ Էսա հիմնական, ասենք, այդ բանը։ Մելքոնյան, լավ, եթե Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը շարունակի հրաժարվել, այսպես ասած հրաժարական տալ, ինչպես է իշխանությունը դիրքավորվելու, ինչպես է պատրաստում այս ճգնաժամից դուրս գալու, կա ելքի ռազմավարություն, այսպես ասած պլան B, ինչ քայլ եք անելու, ինչպես եք դիմակայելու։ Պլան A, B, G, D, դա բաներն են կազմում, ընդդիմությունը։ Իշխանությունը ասում է, եթե խախտել ես, բարի եղի այդ պաշտոնը թող։
Խոմ մենակ այդ հոգևորականները չեն մի քանի հոգին, մի 4-5 հոգին հոգևորական է։ Կաթողիկոսի մասին եթե խոսենք։ Խոսքը կաթողիկոսի մասինն է, բայց չէ որ այդ խորհրդում շատ ազնիվ հոգևորականներ կան։ Ես արձագանքներ եմ լսում, ես մարդկանց եմ լսում, որ մարդիկ իրոք քննադատում են կաթողիկոսին։ Հենց հոգևորականները եւ հոգևորականները պետք է անդրադառնան դրան, եթե իրանք համաձայն են, որ իրենց կաթողիկոսը պետք է խախտումներով խախտի կուսակրոնության օրենքը եւ մնա, դա արդեն իրանք պետք է պատասխան տան։ Պարոն Մելքոնյան, տեսեք, հետաքրքիր օրինակ կան եկեղեցականներ, որոնք փորձում են իշխանությունների հետ իրենց կապը պաշտպանել եւ պատրաստ են այս իրավիճակում այսպես որոշակի դեր ստանձնել։ Ունենք այդպիսի հոգեվորականներ կան։ Չէ, ես շատ հոգեվորականներ գիտեմ, որ ազնիվ նվիրված են Քրիստոսի սուրբ գործին, նվիրված են եւ շատ մարդիկ կան, որ դժգոհ են, որ ասենք այսօրվա կաթողիկոսը իր բարեկամներով, իր հարազատներով եկեղեցում կլան է ձևավորել եւ բոլորը չէ, այն մեծ մասը հոգեվորականների դժգոհ է դրանից։ Եվ այդ դժգոհությունն էլ միշտ էլ արտահայտվել է։ Երբ որ սկսվեց շարժումը կաթողիկոսի դեմ 2018 թվականին, չէ որ էլի վարչապետը հանդարտեցրեց այդ ամեն ինչը։ Չթողեց որ սենց զարգանա, ծավալվի։ Ինքը օրդորեց, որպեսզի այդ բանը շարժումը դադարեցնեն։ Եթե մենք մոռանում ենք, որ ինքն է արել, վարչապետն է արել այդ։ Իսկ հիմա ամեն ինչը իրենք արդեն հակառակ բանն են անում, իրենց պաշտոնի, իրենց աթոռի համար ամեն ինչի կգնան իրենք։ Երբ որ մի հոգևորական զինված հեղաշրջման պայքարի է կոչում մարդկանց, այդ հոգևորականը ինչ հոգևորական կարող է լինել, էլի։ Տեսեք, քննչական կոմիտեից հայտնում են, որ սրբազան պայքարի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են Հայաստանում ահաբեկչական գործողություններ ու ըստ էության այսօր սրբազան պայքարի այսպես մասնակիցների, ակտիվիստների, նաեւ ազգային սրբազանի տուն խուզարկությունը հենց այդ նպատակն է ունեցել կանխելու, այսպես ասած, այդ ահաբեկչական գործողությունների կյանքի կոչումը, պարոն Մելքոնյան, քիչ առաջ է քննչական կոմիտեն տարածել։ Չէ, եթե ասենք մենք տեսնում ենք, որ ծրագրի մեջ կան մարդիկ, որոնց անուններ են շոշափվում, ու այդ անունները եթե շոշափվում են, ուրեմն պետք է մարդկանց տներում, հիմնարկներում պետք է լինի արդեն ստուգումներ անցնեն։ Ձերբակալություններ պետք է լինի, եթե արդեն փաստերը կա։ Այս ամեն ինչը պետք է լինի։ Ես մենք երկիր ենք վերջապես, չէ, պետությունն է, այս պետությունն է։ Էսի անձ չի, որ ասենք այդ անձի ինչ որ մի բան ասել են, ուրեմն կարելի է լռել, բայց չէ պետության վրա է։ Վազգեն Սարգսյան ասում էր, չէ, որ մեր պետությունը որբ երեխա չի, որ ով ասնի գլուխը քյաչալացնի։ Հիմա ով գալիս է, Ռուսաստանից է գալիս, այս ինչ տեղից է գալիս, ու ուրա եկան փրկիչները Վարչապետն էլ ասում է իրավապահները կանխեցին քրյա օլիգարխական խոշոր ու եղկելի պլանը վարչապետը փաստորեն քրեակատարողականի քննչական կոմիտեի այս բացահայտմանն է անդրադարձել պարոն Մելքոնյան եթե այս դեպքը կանխեցին դուք էլ ասում եք էլի պլաններ են լինելու հա էլի եղկելի եւ հեղաշրջման պլաններ են լինելու իշխանությունը միշտ կարողանալու է կանխել այսպիսի պլանները դուք ինչ վստահություն ունեք իշխանությունը պետք է պատրաստ լինի ամեն ինչ քանի որ մենք ունենք արդեն նախադեպեր ունենք, հիմա արդեն ունենք այս դեպքը եւ բացառված չի, ես չեմ բացառում, որ հետագայում նորից նմանատիպ բաներ կանեն, որտեղ իրանք ծրագիր ունեն Հայաստանը ծայրագավառ սարքելու։ Հիմի տեսեք, այսպես մի հատ բան, Ադրբեջանը, Ռուսաստանը Ադրբեջանից ակնկալիք չունի։ Որտեղ Ադրբեջանում չկա 5-րդ շարասուն, չկա 6-րդ շարասուն, իրանք վախտին մաքրել են լրիվ գործակալներին,
եւ իրանք կարողանում են հանգիստ աշխատեն եւ Ռուսաստանին էլ կարող են լավ պատասխաններ տալ։ Իսկ Ռուսաստանը ոչ մի բան չի կարող անի Ադրբեջանի դեմ։ Ու նաեւ Ադրբեջանը առավելություն ունի, որովհետեւ ունի Թուրքիայի նման ավակ եղբայր եւ ինքը կարողանում է այդ ամեն ինչը մանևրել։ Բայց քանի որ ինքը նաեւ պարտքի տակ է Ռուսաստանին, բաներ կա, որ կարողանում է անել։ Իսկ ասենք մեծամասնությամբ ինքը չի ենթարկվում։ Վրաստանը լրիվ արդեն Ռուսաստանից ինքը կարելի ասել անջատվել է, չնայած իր իշխանությունները վերջին լավել չնայած իր տարածքները կորցնելուց, իր տարածքները կորցնելուց հետո ինքը Ռուսաստանից լրիվ երես թեքեց, բայց հիմի նորից արդեն սկսել է ինչ որ բարեկամական շարժ ռուսների հետ, հիմնականում առևտուրն է, որ բերում է դրան, մնում է Հայաստանը։ Չէ որ Պուտինն ասեց, որտեղ որ ռուսի սապոգն է, դա ռուսական տարածք է։ Հիմա ռուսական սապոգը ներողություն։ Ռուսական սապոգը մեր մոտ է։ Ուրեմն պետք է իրանք այնպես անեն, որ ռուսական սապոգը հիմնավորվի այստեղ։ Թե ներսում քաղաքացիական պատերազմ կլինի, դա կապ չունի, իրանց դա չի հետաքրքրում։ Իրանց հետաքրքրում է, որ ռուսական սապոգը մնա այստեղ եւ իշխանությունները լինեն իրանց կամակատարներ։ Պարոն Մելքոնյան, Սամվել Կարապետյանի բանտից արած հայտարարությունները ինչ նպատակ են հետապնդում, ինչ են դրանք ցույց տալիս ներքաղաքական առհասարակ իրավիճակի մասին։ Ուրեմն էսի նույն սցենարն է, ոնց որ Ռուբեն Վարդանյանին ուղարկեցին, գործուղեցին Արցախ։ Գործուղեցին Արցախ, ելի նորից այս կարգով ելույթները, իր կոչերը հայրենասիրական, այս ամեն ինչը Ռուբեն Վարդանյանը այնտեղ կատարեց։ Վերջը ինչ եղավ։ Վերջն այն եղավ, որ Ռուբեն Վարդանյանը այժմ գտնվում է Բաքվի բանտում։ Հիմի նույն ծմերուկները, որ տալիս են մարդկանց թևի տակ ուղարկում են, օրինակ Սամվել Կարապետյանի վրա ես զարմանում եմ։ Սամվել Կարապետյանը ամեն ինչ ունի, հարուստ մարդ, միլիարդատեր մարդ, թե Ռուսաստանում, թե Հայաստանում մեծ բիզնեսներ ունի, հետաքրքիր է իրան ինչն է էլի դրտում, որ իշխանություն է ուզում ինքը։ Ես չեմ մտածում, որ ինքը իշխանություն է ուզում, բայց իրեն կստիպեն, որ ինքը իշխանություն ուզի։ Այնպես չի, որ ասենք իր ուզելով չուզելով է։ Իրան մի օրում կսննկացնեն, եթե ինքը չկատարի Կրեմլի պահանջները։ Դրա համար ինքն էլ Վարդանյանի նման վատ վերջ է ունենալու, ավարտը լավ չի լինելու։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ։ Կհանդիպենք։